Ապրիլի 15-ին համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել էր հաղորդում, որ Opel Magnish-ի մի մեքենայից գողացել են ռուսական համարանիշը եւ թողել Telegram-ի հասցե։ Առաջին դեպքը չէր եւ մեխանիզմը նույնն էր։ Գողությունից հետո տուժողը Telegram-ի միջոցով կապ է հաստատում հափշտակողի հետ։ Վերջինս համարանիշը վերադարձնելու դիմաց պահանջում է որոշակի գումար, իսկ ստանալուց հետո վերադարձնում համարանիշները։ Ընդ որում առավելապես թիրախ են ընտրվել ռուսական համարանիշները։ Այս եւ գրանցված այլ շորթումների հանգամանքների համադրմամբ եւ ձեռնարկված օպերատիվ հետախուզական մանրակրկիտ միջոցառումների արդյունքում Արաբկիրի համայնքային ոստիկանները ստացան տեղեկություն, որ շորթման նպատակով համարանիշի գողությունը կատարել է օտարերկրյա քաղաքացի 45-ամյա մի տղամարդ։ Արաբկիրի համայնքային ոստիկանները Բակերում կազմակերպեցին դարանակալումներ։ Մայիսի 13-ին ժամը 5:20-ին Մայրաքաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցում նա հայտնաբերվեց, ձերբակալվեց եւ տեղափոխվեց բաժին։ Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ Հետագա գործողություններով իրավապահները հնարավորինս ամբողջացրին վերջին շրջանում 45-ամյա տղամարդու ծավալած հանցավոր գործունեության ժամանակագրությունը։ Պարզվեց, որ ապրիլի 15-ին նա գողացել էր նաև Mitsubishi մեքենայի համարանիշը եւ թողել Telegram-ի հասցե։ Նույն օրը նույն բախտին էին արժանացել ռուսական համարանիշներով եւս 3 ավտոմեքենայի տերեր։ Ավտոմեքենաների մեկական համարանիշ էր հափշտակել նաև մարտի 29-ին, մայիսի 5-ին եւ 7-ին, ու սա դեռ ամբողջը չէ։ 45-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։